Ֆրինյուզի եթերում լուրերից դուրս հերթական քննարկումն է, այսօր տաղավարում ես հյուրընկալել եմ Սարգիս Բալասանյանին։ Ոչինչ չասեց։ Սուպեր Սակոին։ Բարև, Բարև ձեզ, պարոն Մկրտչյան։ Ոնց եք։ Շատ լավ։ Ցուրտ մրսած։ Ցուրտ, լոսից հետո բնական է, էլի։ Լավ, տրադիցիոն հարց տամ, ինչի համար եք եկել։ Ծիրանի սեզոն չի, բան չի։ Սա ընկերներս զարմանում են, թե այս ցուրտ վաղ։ Չնայած խաշի։ Հա, դե խաշի չէ, դա խաշի ես գիշերներն եմ ուտում, որքան եմ։ Հա, թե չէ օրը ծանր։ Ժամային տարբերություն։ Տների հարցով սկսել եմ Հայաստանում վերջապես տուն առա մի քանի հատ եւ այդ թղթաբանության հետ կապված ինչ որ խնդիրներ կար, ոչ թե խնդիրներ։ Մի քանի հատ է շատ լավ։ Դե պապայս ես վերջերս կորցրեցի եւ Ցավակցում եմ։ Շնորհակալ եմ։ Ես անցնող տարվա մեջ եմ կորցրել։ Ցավակցում եմ։ Պապայի երազանքները միշտ անդադ ասում էր ինչու է այդքան գումար հյուրանոցների վրա բանան ծախսում, ոնց որ ինքը երազում էր, որ իր թորներին ինչ որ մի բան տենց ես իր երազանքը կատարեցի։ Շատ լավ օրինակ է։ Ինձ թվում է նաև Սփյուռքի մեր հայրենակիցների համար օրինակ ինչ կխանգարի, որ ամեն մեկը Հայաստանում թեկուզ ծիրան ուտելու համար իր տունը ունենա, կատակով եմ ասում։ Ես կներեք ձեզ ընդհատեցի, բայց ես այս վերջերս եմ նկատել, որ այդքան շատ չի եղել, ինչքան որ հիմա այս շրջանում է, որ Ամերիկայի կամ Սփյուռքի հայերը գալիս են ստեղ տուն են առնում։ Ես այս քանակը հիմիկվա ավելի է գերազանցել, շատ է շփվում ընդեղ։ Շատ։ Ես լսում եմ Հայաստան գալիս են տուն առնեն ու լիքը ընտանիքներ վերադառնում են Հայաստան ապրելու, դաժե խոսացություններ կա, որ գնալով աշխարհի տենց այնքան վատանում վտանգավոր է դառնում, այս ամեն ինչը, որ ուզում են իրանց երեխաներին Հայաստանում մեծացնեն, դաժե խոսք կար, որ ասում է որ երկրի անունը կարաս տաս, որ 7 տարեկան երեխուն կարաս նստացնես տաքսի մեքենա, ասես կարող եք տանեք մի հատ մանումենտ։ Դե շատ հետաքրքիր է, որովհետև ես նայում եմ օրինակ ռուս բլոգերների վիդեոները, որոնք Հայաստանում շատ հաճախ են լինում, իրանք ապշած են, զարմացած են։ Չինացի բլոգերները ես նկատել եմ։ Գիշերով կարողա դուրս գան մոտակա ապտեկան կամ խանութը, ու ընդհանրապես ոչ ոք ոչ մի բան չասի։ Դաժե կին, քույր, մայր կարա գիշերվա կես խոսի, եթե վատ ազգում հելի մեծ բոս, հա, կամ խանութ գնաք մի բան վերցնի, շատ ապահով երկրներից մեկն է, որ հələ մնացել է եւ փորձում ենք, որ տենց էլ մնա։ Սենց հարցնեմ, սուպեր Սակոն Հայաստանում ինչ սուպեր բաներ տեսավ։ Ինչ սուպեր բաներ տեսավ, երբ։ Հաստատ տեսած կլինես, թեկուզ այս կարճ այցելության ընթացքում։ Դες շինարարությունը, որ այսքան որ երկերը սաղ շինարարությունն է, որտեղ որ նայում ես, ճանապարհները, շենքերը, ասենց, չգիտեմ, նենց պայծառ ապագա է, տենց բանան, նայ այն հին շենքերը, որ կան, որ նայում ես, որ փլվելու վրա են, եւ նոր շենքերն ես տեսնում, ասում ես, սենց մի հատ ուրիշ գույն է եկել, էլի Հայաստանի վրա։ Մենակ Երևանի մասին չի խոսքը։ Որ հելնում ես Երևանից դուրս, այդ նույնը տենում ես, ինչ որ թազա թաղամասներ են սարքվում, թազա, չգիտեմ, ճանապարհները հոյա ինձի ես այն ամերիկյան են ֆրիվեյների բաներ արդեն հանգիստ կարելի է համատել։ Որ տեչի մտածես ավտոն ջարդվելու, հա։ Չէ, լավ է։ Լավ է, այդ ինձ շատ է զարմացնում եւ արդեն մի քիչ գիտես ինչ եմ նկատել, որ ես հաճախ եմ գալի Հայաստան, նկատել եմ, որ մարդկանց երեսին ժպիտ կա։ Առաջ սենց մի քիչ ավելի շատ են ժպտում ու ժպիտը շատ առողջ է։ Տրամադրությունները մի քիչ փոխվել է, բացվել է ու գնալով ավելի հուսով եմ կփոխվի։ Դու հասցրեցիր անգամ լինես ազգային ժողով։ Ազգային։ Ինչ որ բան կարող ես բացահայտել կամ փակագից բացել։ Ոչ մի բան։ Ուղղակի գնացել էր ազգային ժողով։ Գնացել էի, հրավերք էի ստացել, սենց գնացել էի հետաքրքիր էր իմ համար։ Չէ եղել, չէ՞ միջև այդ ազգային ժողովում։ Չէ եղել։ Գնացի, այդ որ բանը, որտեղ որ մի հատ լրագրողի եմ հանդիպում, միշտ
պարոն Սիմոնյանից են հարցնում, ես ասեմ, որ զզվել եմ այդ հարցից, ուզում ասեմ պարոն Սիմոնյանին նվիրում եմ ձեզ։ Էլի ուրիշ հերոսի անունը չգիտեք։ Հա, լրագրողների առումով որոշակի խնդիրներ ես էլ եմ տեսնում, ոչ բոլորին վերաբերվում իհարկե, ունենք նաև փայլուն լրագրողներ, բայց ունենք նաև լրագրողներ, որ շատ նեգատիվ։ Ուղղակի լրագրողներ են։ Շատ նեգատիվ։ Լրագրողներ չեն, խառնշտկում են տենց։ Լաս Վեգասից ես գիտեմ, որ ինչ որ շատ ոչ հայերեն բառով ասեմ, գրանձիոզ մի բան է նախատեսվում։ Հա։ Ինչա։ Լաս Վեգաս մարտի 8-ի կապակցությամբ, մարտի 7-ին, Ամերիկա մարտի 7-ին, ես անում եմ մի հատ տենց յուրահատուկ համերգ, Super Sacco and Friends, Super Sacco եւ իր ընկերները։ Բայց այդ համերգը 1000 ներողություն, շատ թանկ արժի, չէ։ Այդ Դու պետք է այդ հսկայական գումար վճարես դրա։ Ես ասում եմ, որ առաջի, չգիտեմ, առաջի երևի առաջին եմ, բայց իրանք են ինձ վճարում, որ այդ համերգը անեմ, ոչ թե սիրուն աչքերիս համար, այլ գիտեն, որ իմ լսարանը ինչ մեծ գումարներ է խաղում, այսինքն սարքում եկա վերևից այրը։ Մենք մեր ֆանատների գլխին սարքում ենք, այո, տանում ենք 2 ժամ երգենք ու փուրը տանք, կոպիտ ասած։ Չէ, դե իհարկե, երաժշտությունը այն բանն է, որ օրինակ ես բան չեմ ուզում, որ տպավորություն լինի, որ քեզ եմ գովում, բայց համերգներ կան, որ տեսնում ես, թե մարդիկ ինչքան են լիցքաթափվում, ինչ էներգիա են ստանում, ու շատ քիչ համերգներ ա լինում, որ մարդիկ, հանդիսականները հելում սկսում են պարել։ Գիտեք ինչ, ամեն մեկիս կյանքում ինչ որ մի տխուր բան կա։ Մեկը ֆինանսական խնդիր ունի, մեկը, չգիտեմ, իր կորուստ ունի իր կյանքում։ Բայց մոռանում։ Մեկ այդ գոնե եթե կարում ենք մենք, որպես արվեստագետ, երգիչ կամ, չգիտեմ, դերասան կամ stand-up comedian, եթե կարում ենք այդ մի ժամ ու կես, կարում ենք ձեր տրամադրությունը փոխենք, դա մեր համար գիտես ինչ լավ բան է։ Դա բոլորի համար է լավ։ Մատ բանը կար է, Ֆրունզիկ Մկրտչյանը, որ ծիծաղի հետ կապված բան կար, չեմ հիշում լավ, ծիծաղը ոնց որ մարդուն կյանք է տալի, էլի։ Հա, իհարկե։ Իսկականից եմ ասում, դու կարաս սա օրը ամեն մեկի օրն է շատ ստրեսֆուլ է, շատ ստրես կա մեր կյանքի հետ կապված։ Ամեն մեկը ֆինանսական, էլի ասում, դե ֆինանսական անընդհատ եմ նշում, որովհետև 80% է դա թեման։ Մեկը կորուս, մեկը սիրային ինչ որ իր սիրունա կորցնում կամ չի աշխատում։ Ընկերուհին է իր մեր ջայլը որ կարում ենք մի 2 ժամ այդ բան մարդուն թեթևացնենք, այդ զգացմունքը տանք, այդ ոգևորությունը տանք, դա մեր համար շատ մեծ բան է։ Գաղտնիքը որն է, որ դու ընդհանրապես հայկականությունից չես հեռանում։ Օրինակ շատերը կան էլի, որ հենց ոտ են դնում Ամերիկա, մի հատ էլ Մենակ Ամերիկա չէ։ Մենակ Ամերիկա չէ։ Ես շատ եմ իմ Ռուսաստանի ընկերները կամ Եվրոպայի ընկերները, բան միշտ տենց բան են անում։ Ես 35 տարի ապրում եմ Ամերիկայում, հայերեն խոսալը, որովհետև ծնողներս տենց էին մեզ մեծացնում, որ տուն անգլերեն խոսանք, պապան մոխրամանը շպրտում էր, արդեն պիտի տենց բանաներ կզեի, որ չխփեր։ Պապան դնում էր հայկական ֆիլմեր, վիդեոկասետներ էր այդ վաղ, Netflix բան չկար, պապան միշտ հայկական ֆիլմեր էր դնում, հայկական մուլտիկներ էինք նայում, տունը հայկական երաժշտություն էր միշտ հնչում, մենք լսում էինք Արամ Ասատրյանին, Հարութ Փամփուկչյանին, Սամվել Սահակյան, Եղիաս Անոսյան, բոլոր սա հայկական երգեր էր մեր տունը։ Այսինքն պապան որ տունը չէր աշխատանքեր, բան այդ արանքում ինչ որ անգլերեն բաներ նայում էինք, լսում էինք, բայց միշտ հայկականն ա եղել, միշտ հայկական ադատներով, միշտ հայկական այդ խորովածները, այդ ընկերությունը, շրջապատը նայում էինք, սովորում էինք, պապան ինչ կենացներ էր ասում, ու հիմա այդ նույն բաները նկատում եմ մեկ-մեկ ինձ ստոպ եմ տալի, ասում եմ, հորս խոսքերն եմ ասում։ Այսինքն ինչ որ տեսնում ենք տունը, այդ ենք սովորում։ Այսինքն քեզ համար նոր տարին ավելի հարազատ է, քան ծննդյան տոները։ Ինչ որ առումով։ Հա, որովհետև ծննդյան տոնդ կարաս այդաս ինչ որ միտեղ մենակը կամ ընկերուդ հետ կամ ընկերներիդ հետ տոն նոր տարին ավելի ընտանիք է, ավելի այդ ջերմ, այդ տատիկի սարքած Պասուստոլման, բան, որ չէ, միշտ մենակ տատիկի ձեռքը մի հատ պիտի կպներ, էլի այդ ամեն ինչը հələ դեռ պահպանում ենք, էլի ինչքան որ կարող ենք, ու դա դրանից այնքան քաղցր բան չկա իմ համար։ Ռեժիսորը ինձ դեռ չի հուշել, թե ինչքան է մնացել մեր եթերին, բայց ես կուզեմ, որ
այդ ընթացքում դու շնորհավորական մի հատ խոսք ասես մեր հերոստատիտողներին, Free News-ի հերոստատիտողներին եւ մեր ժողովրդին իհարկե։ Ուզում եմ Այն ինչ որ սրտիցդ կբխի։ Ուզում եմ բոլորը ինչքան կարան ուրախ լինեն։ Ամեն մի բանի մեջ կարող եք ուրախություն գտնել։ Ամեն մի բանի, դաժե չգիտեմ, դուք թորնիկ ունեք թե չէ։ Ձեր չունեք, աղջիկ ունեք։ Ձեր ամենատխուր օրը կարաք ձեր աղջկան նայեք ու գնահատեք ու զգաք թե դուք ինչքան բախտավոր եք, որ ունեք այդ աղջկան ու դեզի էդի մի հատ ուրախություն կտա։ Հասկանում եք ժպիտը, ուրախությունը, փորձեք լինեք բարի, ցանկանում եմ բոլորին առողջություն։ Այն մնացածը մենք կարող ենք ստեղծենք։ Հայը մի ստեղծող ազգ է եղել, ու կլինի ու կմնա, տենց էլ կմնա։ Բայց փորձենք, որ մի քիչ առողջ լինենք եւ ուրախ լինենք։ Այդ եմ ցանկանում։ Շնորհակալություն, դե իհարկե նաև ավելացնենք շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ, չէ։ Այո, Շնորհակալություն։ Շնորհավորանքը հնչեց, դե քանի որ Free News-ը քաղաքական լրատվական ալիք է, բնականաբար հերոստատիտողները կզարմանան, որ ես չեմ հարցնում, ուստի հարցնում եմ։ Քաղաքականությունը կամ, այսպես ասեմ, մենք կարող ենք վաղը միսօր սուպեր սակոին տեսնենք նաև քաղաքականության մեջ։ Կուզենայի տենց մի հատ թաղամաստային ինձ ես լինեի թաղապետ կամ քաղաքապետ, որ իմ ուզած ձևերով սարքեի։ Չէ, բայց կատակ եմ անում, չեմ ուզում մասնակցեմ, բայց մի բան կարող եմ ասեմ։ Քաղաքականության հետ տենց ընդհանրապես չեմ ուզում խառնվեմ եւ ունեմ եւ դեռ շփվում եմ ես նախկին բոլոր քաղաքական գործիչների հետ որոշ մասի ներկայի եւ ապագայի։ Ես կողմ եմ այն մարդուն, որ ուզում է Հայաստանը միշտ պայծառ տենա ու լավ տեսնի, շենացնի։ Ու մենակ մի բան կարամ ասեմ, այս հիմա խի եմ սիրում, այս սաղ էս վիճակը, որովհետեւ մի հատ ձեզի կարամ հարց տամ։ Ահա։ Կարող եք մի հատ հիմա ներկա գեներալի կամ մեկի ախրանայի պետի անունը տակ։ Վստահ չէ։ Ես կարամ ձեր հետ առաջ երևի կարողանայի փողնեմ, կարամ գրազգան, որ չեք կարա տակ։ Հա։ Մի հատ քաղաքագործիչի ախրանայի պետի անուն տվեք։ Չէ։ Հավատա չգիտեմ։ Շնորհակալություն։ Շատ լավ, այդ դրական գնահատականն էլ շատ սազում է այս նախատոնական հաղորդմանը, բայց դու խոսեցիր Լաս Վեգասի համերգների մասին, այստեղ հարց առաջանում։ Հա, Ամերիկայի հայերի համար կազմակերպում ես, ապրես, բա մեր Հայաստանի ժողովրդի համար։ Ես Հայաստանում ինչքան համերգ արել եմ, անվճար եմ արել, որովհետև ես կարծում էի, որ հələ դեռ ի վիճակի չի այսքան ծախսերը, այսքան բաները, եթե կարող եմ ես ինչ-որ իմ ընկերներից խնդրեմ հովանավորեն, գործընկերներին խնդրեմ հովանավորեն, որ ես համերգը կարող եմ անվճար անեմ, ես միշտ այդ եմ գտել, որ ճիշտ է իմ համար, ուրիշների մասին չեմ խոսում, բայց քանի որ ես հələ այդ հնարավորություն ունեմ, կարող եմ անեմ, ես ուզում Հայաստանում անվճար համերգներ անեմ, արել եմ օպերայի Հայաթում, Բաքվում, արել եմ Թալինում, մեկ էլ Շահումյանի հրապարակում, այո։ Եվ դեռ եւս կշարունակեմ, երևի ամառը։ Այնտենց ծրագրեր կա, այսինքն մենք այսօր բացառիկ հնարավորություն ունենք մեր հերոստատիտողին ասելու, որ հնարավոր է ամառը սուպեր սակոյի անվճար համերգ։ Անվճար, որովհետև ես կարող եմ քաղեմ իմ ընկերներից այդ գումարը եւ մատուցեմ ժողովրդին լավ համերգ։ Այսինքն Ռոբին Հուդը ոնց էր հարուստից գողանում էր տալիս ժողովրդին։ Դե այս պարագայում մարդկատները չեն, ուղղակի այդ մարդկանց համար մեծ նշանակություն ունի։ Եթե կարող ենք մենք այդ շանսը ունենք, հնարավորություն ենք, խի չանենք։ Ասենք 50-100 դրամ տնտեսել է, դա ահագին բան է։ Մանավանդ երիտասարդության համար եւ վերջին հարցը, երիտասարդությունը ինչ տեղ ունի քո մոտ։ Երիտասարդություն շատ մեծ, ասեմ ինչի համար։ Ես ինչի այդ հարցը տվեցի։ Որովհետեւ ես քեզ ինչքան տեսնում եմ, միշտ տեսնում եմ երիտասարդ։ Ես չեմ տեսնում այսինչ տարիքի սուպեր սակո։ Անընդհատ ինքը երիտասարդ է։ Ես որ տարիքով էլ փոքր է երիտասարդ, որ ես այդ սուպորտը, այդ սուպորտին ոնց են ասում հայերեն, աջակցությունը, այդ աջակցությունը ես չէի տեսնում ինձանից մեծ մարդկանցից շոու բիզնեսի մեջ, այսինքն մեզի բանի տեղ չէին դնում։ Հա, երիտասարդությունը։ Հա, մեր միշտ sense բան էին, sense վերևից էին նայում։ Իսկ ես հակառակն եմ անում։ Հիմա
եթե չգիտեմ նկատեք թե հիմա մեզ նայողները նկատել են ես երեխեքի հետ այդ նոր սկզբակ շոու բիզնես մտնողների հետ համագործակցում եմ, երգեր եմ անում, իրանց տեղ եմ տալի, բեմ եմ բարձրացնում հազարավոր մարդկանց դեմը, փոքր երեխեք, երգիչներ, նոր սկսող երգիչների, ես միշտ տեղ եմ տալի իրանց, այն որը ես չեմ ստացել։ Հասկանում ես, դա շատ կարևոր է։ Գիտես ինչքան է ոգևորում այդ չգիտեմ, ջահելին։ Հա, կոպիտ է երևի այդ ջահելը։ Հա, դե ժողովրդական լեզվով ասեցիր։ Շատ է ոգևորում ու գիտես ինչ իրանք եթե ինչ որ մի բանի մեջ կասկածում են, դա իրանք արդեն այդ մոտիվացիան է տալի, այդ շունչն է տալի, այդ ուժն է տալի, որ իրանք շարունակեն իրանք երազանքը ստեղծագործեն։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ ձեզ։ Եվ վերջում հիշեցնեմ, որ տաղավարում ես հյուրընկալել էի Սուպեր Սակոյի։ Ամեն բարիք ձեզ։